Երկիր մեդիան ներկայացնում է «1840-ից 1917 թվականներին մի շարք վարչատարածքային բաժանումներ կատարվեցին ցարական Ռուսաստանի կողմից, որտեղ Արցախը մեկ հայտնվում էր Կասպիական մարզի, մեկ Շամախու նահանգի, մեկ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Վարչատարածքային այս բաժանումները չասենք ինքնանպատակ, բայց կամայական էին, առանց լուրջ սկզբունքների եւ արդյունքում թուլացնում էին Արցախի կարգավիճակը։ Սա արդեն հաճախ մտածված էր։ Պետերվարյան հեղափոխության հաղթանակից հետո ժամանակավոր կառավարությունը 1917 թվականի մարտի 9-ին ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե, որի կարգադրությամբ ստեղծվեցին գավառային, քաղաքային եւ գյուղական գործադիր կոմիտեներ։ Արցախը ղեկավարելու համար մարտի 13-ին կազմակերպվեց 40 հոգուց բաղկացած Ղարաբաղի գործադիր կոմիտե։ Ժամանակավոր կառավարությունը Արցախը, Գանձակը, Աղալքալակը եւ Շարուր Նախիջևանը ճանաչեց որպես հայկական տարածքներ։ Այս հանգամանքը, ինչպես նաև մահմեդականների կրոնական անհանդուրժողականությունը առավել խորացրին անվստահությունը հայերի եւ թուրք թաթարների միջև։ Արդյունքում Ղարաբաղի գործադիր կոմիտեն կազմալուծվեց։ Հայերն իրենց ներքին կյանքը վարելու համար ստեղծեցին Ղարաբաղի ազգային բյուրո, իսկ թուրքերը ազգային կոմիտե։ 1917 թվականի աշնանը Ռուսաստանում տեղի ունեցավ երկրորդ հոկտեմբերյան հեղաշրջումը, որից հետո քաղաքական կացությունը այսօր Կովկասում կտրուկ փոխվեց։ Իշխանությունը անցավ հայերի, վրացիների եւ թուրք թաթարների ներկայացուցիչներից կազմված Անդրկովկասյան Սեյմի։ Այս մարմինը, որտեղ գերակշռում էր վրաց թաթարական խմբավորումը, 1918 թվականի ապրիլի 9-ին հայտարարեց Ռուսաստանից երկրամասի անջատման եւ անկախության հռչակման մասին։ Ստեղծվեց Անդրկովկասի ժողովրդավարական դաշնային հանրապետություն, որը գոյատևեց ընդամենը 1.5 ամիս։ Այն պահին, երբ ռուս զինվորները լքել էին Կովկասյան ճակատը, երբ թուրքերը հասել էին Երևանի մատույցներին, Թիֆլիսում վրացի եւ մուսուլման ազգայնականների ջանքերով լուծարվեց Անդրկովկասի դաշնությունը։ Փլուզվեց երկրամասի քաղաքական ու տնտեսական միասնությունը, ստեղծվեցին Անդրկովկասի այսօրվա 3 հանրապետությունները։ 1918 թվականի մայիսի 27-ին Մուսաֆատ կուսակցությունը հայտարարեց Արևելյակովկասյան մուսուլմանական հանրապետության անկախության հռչակման մասին, որն հենց այդ ժամանակ Ատրպատականի անունով պայմանականորեն կոչվեց Ադրբեջան։ Այն նախկին Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգները հռչակեց ադրբեջանական եւ առաջին անգամ հավակնություններ ներկայացրեց պատմական Հայաստանի բաղկացուցիչ մաս հանդիսացող Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջևանի հանդեպ։ 1918 թվականի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ստեղծումը դա թուրքական նախագիծ էր։ Դա Թուրքիայի որդեգրած պանթուրքիզմի գաղափարախոսության արդյունք էր։ Ադրբեջանը հենց թուրքական զավթողականության արդյունք է եւ ոչ թե ազգային ինքնագիտակցության, ինչը որ չենք կարող ասել Հայաստանի Հանրապետության մասին, որովհետև Հայաստանի Հանրապետության հայոց պետականության վերածնունդը դա հենց մեր ազգային ինքնագիտակցության հասունացման արդյունք էր։ Եվ պետք է ասել, որ այս փաստը շատ լավ ընդունում են նաև ադրբեջանցի պատմաբանները, օրինակ ադրբեջանցի պատմաբան Բալաևը հենց այդպես էլ գրում է, որ եթե 1918 թվականին հռչակված Ադրբեջանի Հանրապետության որևէ մի քաղաքացու հարցներ, թե դու ինչ ազգության ես, ինքը կպատասխանի մուսուլման, կամ ինչ մշակույթի ես պատկանում մուսուլման, ինչ լեզվով ես խոսում մուսուլմանական, եւ շարունակում է տվյալ պատմաբանը, ասում է փաստորեն ադրբեջանցի զուրկ էր ազգային ինքնագիտակցությունից։ Այսա շատ կարևոր փաստ է, եւ նման ազգային ինքնագիտակցությունից զուրկ նորաստեղծ
պետությունը դեռ խանձարուրի մեջ սկսեց հավակնել պատմական հայկական տարածքներին, Լեռնային Ղարաբաղին, Նախիջևանին, Զանգեզուրին, հայտարարելով, որ դրանք այդ տարածքները իրենն են։ Ադրբեջանը ունենալով Թուրքիայի եղբայրական, ապա նաև Անգլիայի դիվանագիտական աջակցությունը փորձում էր տեր կանգնել ցարիզմի կողմից սահմանված Ղարաբաղի եւ Զանգեզուրի նահանգներին։ Փաստորեն անխուսափելի էր դառնում բախումը Արաքսից հյուսիս ընկած տարածքների վրա առաջին անգամ հորդորժվող Ադրբեջանի եւ իր ազատության ու ինքնորոշման համար պայքարող Ղարաբաղի հայության միջև։ Արցախի բնակչությունը 1918 թվականին շուրջ 350,000 էր, որից 95%-ը հայ էր, 3%-ը թաթարներ, 2%-ը ռուսներ, քրդեր եւ այլ փոքրամասնություններ։ 1920 թվականին Շուշին շուրջ 60,000 բնակչությամբ, որի 78%-ը հայեր էին, Թիֆլիսից հետո Անդրկովկասի ամենամեծ քաղաքն էր։ Շուշին իր բնակչության թվով գերազանցում էր թե Երևանին եւ թե Բաքվին։ Ադրբեջանի ստեղծումով աշխարհի քարտեզի վրա գծվում էր մի նոր պետություն, որի հիմքում դրված էր ոչ պատմականություն եւ ոչ էլ էթնիկական պատկանելիության սկզբունքները։ Այն ստեղծվեց պանթուրքիստական ու մեծ տերությունների շահանակած ծրագրերի իրագործման եւ հայկական հարցի վերջնականապես կործանման համար։ Նորաստեղծ Ադրբեջանի կառավարությունը շտապում էր թուրքական օկուպանտների օգնությամբ վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությանը։ Ըստ էության, Ադրբեջանում փաստացի իշխանությունը գտնվում էր թուրք զինվորականության տրամադրության տակ։ Նրանք զենք ունեցող տեղի մահմեդականներից կազմակերպեցին հրոսակախմբեր։ Առանձնապես դաժանորեն էր գործում այսպես կոչված վայրի դիվիզիան, որի հսկողության տակ էր գտնվում Շուշի եւ Լախ ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղը կտրվեց արտաքին աշխարհից եւ հայտնվեց պաշարման օղակի մեջ։ Այսօր էլ թուրք-ադրբեջանական տանդեմը նույն կերպ է վարվում, փորձում կտրել Արցախից համակային կապը Մայր Հայաստանի հետ։ Կրկին Բրիտանիան գուցե սկողված, բայց աջակցում է ադրբեջանական նկրտումներին, քանի որ Բաքվի նավթային հարստությունը դեռ չի ավարտվել։ Իսկ մենք գիտակցում ենք, կատարում ենք անհրաժեշտ քայլեր, խիզախում ենք։ Բարեբախտաբար 100 տարի առաջ կար այն մտայնությունը, որ պետք է դիմել անհապաղ քայլերի, կազմակերպել ինքնապաշտպանություն եւ երկրամասը պահել ինքնուրույն։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության նախաձեռնությամբ 1918 թվականի հուլիսի 22-ից 26-ը Շուշիում անցկացվեց Ղարաբաղի հայության առաջին համագումարը, որն Արցախը հայտարարեց անկախ վարչակարգական միավոր, ընտրեց Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդ եւ 7 հոգուց բաղկացած Ղարաբաղի ժողովրդական կառավարություն, որի կազմում հիմնականում դաշնակցականներ էին։ Կառավարությունը գլխավորում էր Եղիշե Իշխանյանը։ Այս մարմինները վկայում են, որ Արցախում 17-ից 18 թվականներին ստեղծվել են իրապես ժողովրդավարական իշխանության մարմիններ, կառավարության անդամները կոչվում էին կոմիսարներ, յուրաքանչյուրը իր ոլորտի պատասխանատուներ, եւ այս կառավարությունը կարող էր արդյունավետ աշխատանք իրականացնել, եթե մահմեդական կողմը չհրահրվեր թուրքական զավթիչների կողմից եւ նենգադուլի չենթարկել այդ աշխատանքները, իրավիճակը չսրեր եւ չխափաներ որոշումների իրականացման գործընթացը։ Բայց այն, որ Արցախը առաջինն է ունեցել կառավարություն եւ այդ կառավարության դիրքորոշումը եղել է Մայր Հայաստանի հետ վերամիավորումը, սա շատ կարևոր պատմական փաստեր են, որի մասին մենք միշտ պարտավոր ենք խոսել եւ հանրահրճակել։ Միաժամանակ Թիֆլիսում բնակվող ղարաբաղցիներից կազմվեց կամավորական մի գունդ, որն անհրաժեշտության դեպքում պետք է պաշտպաներ երկրամասի հայությանը։ Մինչ Ղարաբաղ հասնելը այդ գունդը հերոսացավ Սարդարապատի ճակատամարտում։ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում մասնակցություն ունեցավ հայության բոլոր հատվածների հավաքականությունը
Եվ հենց երբ խոսում ենք մայիսյան հերոսամարտերի խորհրդի մասին, մենք միշտ շեշտադրում ենք, որ դա մեր ազգի միասնության խորհուրդն ուներ եւ մեր ազգը դրանով կարծես թե մեծ դաս տվեց ապագա սերունդներին, որ միայն միասնությամբ համատեղ պայքարով կարելի է ինչ-որ հաջողություններ ունենալ։ Եվ բնականաբար այս ճակատամարտերին մասնակցեցին նաև բազմաթիվ արցախցիներ, ըստ վկայությունների 5-րդ մահապարտների գունդը մեծամասամբ կազմված էր արցախյան ծագմամբ մարտիկներից, որոնք, ինչպես գիտեք, գլխավոր Սարդարապատի ճակատում սրընթաց գրող ձեռնարկեցին թուրքական դիրքերի ուղղությամբ եւ նրանց այդ անձնվեր գրոհի նաև շնորհիվ էր, որ թշնամին պարտվեց եւ հետ շպրտվեց իր նվաճած բնակգծերից։ Հետագա իրադարձությունները զարգացան ի վնաս Ղարաբաղի հայության։ Թուրք զավթիչները որոշեցին Ղարաբաղի հայության դիմադրությունը կոտրել զենքի ուժով։ Նույնիսկ պատերազմից խուսափելու եւ թուրք զավթիչների հետ լեզու գտնելու մոտեցումը չփրկեց արցախայությանը վերահաս աղետից։ Մինչև 1918 թվականի սեպտեմբերի 22-ը, երբ թշնամին մտավ Ղարաբաղ ու սկսեց լայնածավալ մարտական գործողություններ, տեղի ունեցավ Ղարաբաղի հայության 3 համագումար։ Սեպտեմբերի 24-ին հակառակորդը մտավ Շուշի։ Բանակի հետևից շարժվում էր տեղական թաթարների հազարավոր խուժանը, գրավված գյուղերն ու քաղաքը ավիրելու, թալանելու նպատակով։ Թեպետ Շուշին ընկավ, սակայն Արցախի գավառները մնացին անառիկ։ Ամենուրեք կազմակերպեցին ինքնապաշտպանական ջոկատներ։ Թե վիճակը ծանր էր, բայց պետք էր անձնատուր չլինել, թույլ չտալ զինաթափում ու կռվել մինչև այրան վերջին կաթիլը։ Արցախի պաշտպանությունը ինքնության հաստատում էր, սեփական ուժերի փորձարկում ամենածանր, ամենաանհույս պահի մեջ անգամ։ Արցախում լավ էին հասկանում, որ թուրքական մոտեցումը ցեղասպանական է։ Խեղճությունը Թուրքի առաջ պայմանագիր է մահվան հետ։ Այսօր էլ մեր վիճակը նույնն է եւ թշնամին ունի նույն նպատակը։ Մարտակերտի հայության հերոսական դիմադրության շնորհիվ կանխվեց թուրքերի մուտքը Ջրաբերդի շրջան։ Մարտակերտի եւ Լուլասազի մատույցներում հակառակորդը ծանր կորուստներ տալով ու ճապահար նահանջեց։ Այնուհետև աղեղ մարտեր ծավալվեցին Վարանդայի եւ Դիզակի շրջաններում։ Հոկտեմբերի 19-ին թշնամին մեծ կորուստներ կրելով նահանջեց Շուշի։ Ըստ էության կազմավորվեց Արցախի ինքնապաշտպանական բանակ, 3000-անոց բանակ, որը պետք է դիմադրեր թուրքական թաթարական ներխուժումներին։ Եվ ստացվեց այնպես, որ ժամանակի ընթացքում շուրջ 300 կիլոմետրանոց շրջափակման գծի մեջ էր ընդգրկված Լեռնային Ղարաբաղ Արցախը եւ տեղական ինքնապաշտպանական ուժերը կարողանում էին դիմադրել։ Շուտով Թուրքիան պարտվեց առաջին համաշխարհային պատերազմում եւ Անդրկովկասում նրան փոխարինեց Անգլիան։ Նաեւ ակնհայտ դարձավ, որ Բրիտանիան վարում է բացահայտ ադրբեջանամետ քաղաքականություն։ Քանի որ ադրբեջանական խեղաթյուրումներով հաճախ զբաղվում եմ, ես կարդացել եմ մի քանի պատմաբանների գործեր, որտեղ իրենք էլ խոստովանում են դա, որ անգլիացիները իրենց չեն ընդունել, եւ նշում է Նիֆտալիևը, որ Ադրբեջանին սիրուն աչքերի համար չի ընդունել Անգլիան, այլ զուտ նավթի։ Ցավոք մեծ տերությունների համար ոչ թե պատմական արդարությունը, ազգերի ինքնորոշման գաղափարն է կարևոր, այլ նորին մեծության շահը, որի շուրջ դասավորվում են հարաբերությունները ոչ ի օգուտ փոքր պետությունների եւ նրանց արդարացի պահանջների։ Արցախահայությունն ու նրա քաղաքական ուժերը ժամանակին կռահեցին անգլիացիների հակահայ քաղաքականության էությունը եւ համոզվեցին, որ նրանց խոստումներին հավատալը սխալ է, իսկ նրանց հետ հույսեր կապելը կործանարար։ Նման պայմաններում Արցախահայությանը մնում էր ապավինել սեփական ուժերին։ Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը եւ Դաշնակցության ապարաժի կոմիտեն գործնական քայլեր ձեռնարկեցին երկրամասի ինքնապաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ, ինչն անհրաժեշտ էր ադրբեջանական զորքերի ներխուժման նախօրյակին։
Բրիտանացիների լուր համաձայնությամբ շատ չանցած մուսաֆատականների կառավարությունը սկսեց մեծ թվականակով զորք ուղարկել Լեռնային Ղարաբաղ եւ նրանց տեղակայել ռազմավարական նշանակության վայրերում։ Այդ օրերին 1918 թվականի նոյեմբերի 16-ին զորավար Անդրանիկը արցախցիների խնդրանքով իր ջոկատով շարժվում է դեպի Ղարաբաղ։ Նա նպատակ ուներ շարժվել դեպի Շուշի, սակայն դեկտեմբերի 2-ին Անդրանիկը ստացավ Անդրկովկասում անգլիական զորքերի հրամանատար Թոմսոնի նամակը, որով նա պահանջում էր անհապաղ դադարեցնել զորաշարժը։ Նամակում մասնավորապես գրված էր. Ես ձեզ նախազգուշացնում եմ, որ եթե դուք չկատարեք ինձանից ստացված հրահանգները, դուք անձամբ պատասխան կտաք ձեր գործողությունների հետևանքով առաջացած արյունահեղության համար։ Իմ հրահանգը կատարելուց ձեր ամեն տեսակ խուսանավումը անպայման լրջորեն կանդրադառնա հայ ժողովրդի հարցի վրա, երբ այն կդրվի խաղաղության կոնֆերանսում։ Անդրանիկը ստիպված տեղի տվեց եւ վերադարձավ Գորիս։ Մի կողմից հայտարարելով, որ վիճելի տարածքների ճակատագիրը կորոշվի Փարիզի խաղաղության վեաժողովում, մյուս կողմից բրիտանական զինվորականները 1919 թվականի հունվարին Ղարաբաղի եւ Զանգեզուրի ժամանակավոր գեներալ նահանգապետ նշանակեցին իր հայատյացությամբ հայտնի Խոսրով բեկ Սուլթանովին։ Արցախայությունը հիասթափվելու իրավունք չուներ եւ շարունակեց իր զինված պայքարը ազատության համար։ Անգլիացիները Բաքվին նավթին տիրելու նպատակով փաստորեն համագործակցում են մուսավաթականների հետ եւ հովանավորում են Խոսրոբեկ Սուլթանովին։ Ըստ էության նրանք Խոսրոբեկ Սուլթանովին դարձրին նահանգապետ այստեղ, չնայած ըստ էության Խոսրոբեկ Սուլթանովի իշխանությունը տարածված էր միայն Շուշիի տարածքում, այն էլ մենակ թուրքական թաղամասում, որտեղ ազգային խորհուրդը այդպես էլ չընդունեց Խոսրոբեկ Սուլթանովի իշխանությունը, այնուամենայնիվ ընդհարումները մշտապես կար, եթե մենք նայում ենք տվյալ ժամանակաշրջանի մամուլին, ապա առևանգումները, թալանը, հայկական թաղամասերի վրա մշտապես հարձակումները սովորական բան էին եւ ազգային խորհուրդը մշտապես դիմակայում էր թշնամուն։ 1919 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցավ Ղարաբաղի հայերի 4-րդ համագումարը, որի աշխատանքներին մասնակցում էին Վարանդայի, Դիզակի, Խաչենի, Ջրաբերդի եւ Շուշիի ներկայացուցիչները։ Համագումարը հերագրեր հղեց Ադրբեջանի կառավարությանը, դաշնակիցների ներկայացուցիչ գեներալ Թոմսոնին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Փարիզի խաղաղության կոնֆերանսում հայկական ներկայացուցիչներին։ Հերագրում ասվում էր, որ համագումարն իր վճռական բողոքն է հայտնում Սուլթանովի նշանակման եւ հայկական Ղարաբաղն իրեն ենթարկելու Ադրբեջանի կառավարության մտադրության դեմ։ Արցախի հայությանը նեցուկ կանգնելու նպատակով 1919 թվականի ապրիլի սկզբին Հայաստանի կառավարությունը փոխգնդապետ Արզումանյանին նշանակում է Ղարաբաղի գործերի եւ կառավարման գծով բրիտանական հրամանատարության լիազորին առընթեր ներկայացուցիչ։ Արցախ ուղարկվեցին ծագումով արցախցի մի խումբ քաղաքական գործիչներ եւ սպաներ, որոնց առջեւ խնդիր դրվեց կազմակերպել տեղի հայության ինքնապաշտպանությունը։ Սուլթանովը արցախայության վճռականությունից գազազած որոշեց բնակչությանը խեղդել Սովի ճիրաններում։ Այդ նպատակով դեպի դաշտային Ղարաբաղ տանող բոլոր ճանապարհները փակվեցին։ Հրի ու սրի մատնվեցին մի շարք հայկական գյուղեր։ Չարագործությունները ղեկավարում էին թուրք էմիսարները, իսկ անգլիացիք լուռ հետևում էին։ Խոսրոբեկ Սուլթանովը կազմակերպեց Ղայբալիշյանի հայտնի ջարդերը, որին ականատես էին նաև անգլիացիները։ Նրանք Շուշիում այդ բարձունքից նայում էին ինչպես վառեցին եկեղեցին, հայկական տները, կոտորեցին ժողովրդին եւ շուրջ 650 ազգաբնակություն ունեցող այս գյուղը ըստ էության դատարկվեց այդ ջարդերի հետևանքով։ Այսպիսի լարված իրավիճակում 1919 թվականի օգոստոսին Շոշ գյուղում հրավիրվեց Արցախայության 7-րդ համագումարը։ Ձգտելով խուսափել նոր արյունահեղությունից, ժամանակ շահել եւ կենտրոնացնել արկա ուժերը, համագումարը գնաց փողզիչման։ Նրա կողմից ընտրված 16 հոգուց բաղկացած падգամավորական խումբը օգոստոսի 22-ին Սուլթանովի հետ քննարկեց եւ ստորագրեց 26 կետից բաղկացած համաձայնագիր, որով Լեռնային Ղարաբաղը մինչեւ
Փարիզի խաղաղության կոնֆերանսում հարցի վերջնական լուծումը իրեն ժամանակավորապես համարում էր Ադրբեջանի սահմաններում։ Ադրբեջանի զորքերը չէին մտնում Ղարաբաղ, երկրամասի գործերն առաջվա նման վարելու էին Հայոց ազգային խորհուրդը եւ հայության համագումարները։ Եվ Արցախահայությունը ի սկզբանե էլ հենց 1918 թվականին հայտարարեց իր անհողդողդ կամքը, որ ինքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անկախտելի մասը։ Ուրեմն ադրբեջանական պատմաբանները այսօր իլուր աշխարհի աղաղակում են, թե Արցախը գտնվել է Ադրբեջանի կազմում եւ իր կամքն է արտահայտել լինելու հենց Ադրբեջանի կազմում եւ որպես այսպես կոչված ճակետավոր փաստ բերում են 1919 թվականի օգոստոսին կայացած Արցախահայության 7-րդ համագումարը, որտեղ որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես ճանաչելու Ադրբեջանի կազմում։ Հենց այս համագումարից կարծես թե կարճում են ադրբեջանցիները եւ հիմք ընդունում այդ համագումարը, բայց ասենք հետեւյալը. Արցախահայությունը 1918-ից մինչև 1920 թվականը շուրջ 9 համագումար է հրավիրել, որտեղ յուրաքանչյուր անգամ արտահայտել է իր հստակ կամքը չընդունել Ադրբեջանի իշխանությունը եւ Արցախահայությունը միանշանակ չի ընդունել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գեներալ նահանգապետ նշանակված Արյուն Ռուշտ բռնակալ Խոսրով Բեկ Սուլթանովի իշխանությունը եւ ընդհանրապես չի ընդունել ադրբեջանցիներին անցնելով զինված ինքնապաշտպանական մարտերի։ Միայն մեկ անգամ 7-րդ համագումարի ընթացքում անգլիացիների, այսպես ասած, անգլիացիների կողմից անգլիացիներին հանդուրժելով, նրանց խոսքին լսելով եւ անմիջական ադրբեջանական սվինների վտանգի ներքո Արցախահայությունը որոշեց ժամանակավորապես ընդունել Ադրբեջանի իշխանությունը մինչև Փարիզի խաղաղության վեհաժողովում հարցի քննարկումը։ Քիչ անց 8-րդ համագումարում լրիվ չեղյալ հայտարարեց այդ որոշումը, բայց այսօր ադրբեջանական պատմագիտությունը բոլոր 9 համագումարների որոշումները մի կողմ է դնում եւ միայն կարճում է այս 7-րդ համագումարի ընդունած ժամանակավոր որոշումից։ Ադրբեջանցիները այդ կնքված համաձայնագրից ավելի ողջևորվեցին եւ շարունակեցին ավելի մեծ ոգով, ավելի մեծ ուժով ռազմական ագրեսիա կազմակերպել Արցախահայության հանդեպ, հատկապես որ 1919 թվականի նոյեմբերին իրենք Զանգեզուրում պարտվել է, եթե ինչ շպրտվել, այդ ամբողջ ներուժները օգտագործեց Արցախի դեմ։ Չնայած այն հանգամանքին, որ 19 թվականի նոյեմբերի 23-ին Թիֆլիսում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները ստորագրել են համաձայնագիր ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ 7-րդ համագումարից հետո ավելի հեռուն գնալով Սուլթանովը Ղարաբաղի ազգային խորհրդից պահանջեց վերջնականապես ենթարկվել մուսաֆատական Ադրբեջանին։ Միաժամանակ նա հրամայում է մուսաֆատական զորքերը տեղաշարժել եւ կենտրոնացնել ռազմական նշանակության կետերում, այնտեղից Զանգեզուր մտնելու միտումով։ Ծանոթ սցենար է, այնպես չէ։ Թուրքերն ու ադրբեջանցիները երբեք որևէ քաղաքական պայմանավորվածություն չեն հարգել եւ ցանկացած փոքրիկ զիջում նրանք ընկալել են որպես թուլություն եւ փորձել են օգտվել դրանից։ Եվ գիտեք ինչու։ Նրանց հռչակած ազգային երազանքների ու նպատակների մեջ Հայաստան եւ հայություն պարզապես չպետք է լինի։ Ուստի նրանց հետ խաղաղ ապրելու մեր ցանկացած քայլ եւ ձգտում ի վերջո վերածվում է պատերազմի եւ հայոց ցեղասպանության։ Եվ եթե այսօր հավատանք Ադրբեջանի կազմում խաղաղ ապրելու սին խոստումներին, ջուրը կլցնենք նախ այն հերոսական պայքարը, որ մղել են դարեր շարունակ մեր պապերն ու հայրերը, եւ երկրորդ մեզ կդատապարտենք վերջնական ոչնչացման։ Սկզբում թուրքական, հիմա թուրք-ադրբեջանական այդ պանթուրքիստական ծրագրերի ճանապարհին Հայաստանը խոչընդոտ է եւ եթե փորձենք Հայաստանը մասերի բաժանել եւ մաս անդրադառնալ, գլխավոր խոչընդոտը թերևս Արցախ եւ Սյունիքն է, որովհետեւ աշխարհագրական առումով ավելի հարմար են եւ միաժամանակ թե Արցախը թե Սյունիքը ավելի
պինդ ոսկորեն, ավելի պինդ ընկուզեն, չկոտրվող ընկուզեն եւ հիմնական հարված իրենց վրա են վերցնում։ Այս առումով շատ կարևոր է Արցախի հայկական լինելը, որովհետեւ Արցախի հայկականությունը մեծապես պայմանավորում է հայկական պետականության ողնաշարի ամուր լինելը եւ հակառակ բացատրությամբ, եթե թուլանում է Արցախը վատագույն դեպքում դադարում է լինել հայկական, ուրեմն հայկական պետականությունը ընդհանուր մինչև գործաման գնացող վտանգների սպառնալիքի տակ է հայտնվում։ Ստեղծված իրավիճակը քննարկելու համար 1920 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ը Շոշ գյուղում հրավիրվեց Արցախայության 8-րդ համագումարը, որը մերժեց Սուլթանովի պահանջը եւ գտավ, որ օգոստոսի 22-ի համաձայնագիրը Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտման հետևանքով կորցրել է իր ուժը։ Համագումարը մուսաֆատական կառավարությունից պահանջեց վերջ տալ կոտորածներին, այլապես նման դեպքերի կրկնությունը կստիպի Լեռնային Ղարաբաղի հայությանը իրենց կյանքն ու պատիվը պաշտպանելու համար դիմել համապատասխան միջոցների։ Կազմակերպվեց Ղարաբաղի պաշտպանության կենտրոնական մարմին իր շրջանային մասնաճյուղերով։ 1920 թվականի մարտի 20-ին ադրբեջանական բանակը եւ տեղի մուսուլմանների զինված խմբերը դիմեցին լայնածավալ հարձակման։ Հայկական զինված կազմավորումները հուժկու հակահարված տվեցին թշնամուն եւ ստիպեցին նահանջել։ Ծանր պարտության վրեժը թուրք-ադրբեջանցի հրոսակները լուծեցին Շուշիի եւ շրջակա հայկական գյուղերի անզեն բնակչությունից։ Արյունարբու Սուլթանովի հրահանգով նրանք մարտի 23-ին միայն Շուշիում գազանաբար կոտորեցին շուրջ 8000 հայերի եւ հրկիզեցին քաղաքի հայկական թաղամասերը։ Ադրբեջանցի սպա Իսմայիլ Ալիմանդարբեկովը այդ օրերին նամակ է գրում Բաքվում գտնվող իր եղբորը։ Տեսածդ հայկական Շուշան ամբողջովին հրդեհված է։ Միայն 5-10 տուն թողեցին անվնաս։ Ավելի քան 1000 հայեր են գերի վերցված։ Բոլոր տղամարդկանց կոտորել են, բոլոր հայտնի ու հարուստ մարդկանց, նույնիսկ խալիֆին։ Մուսուլմանները անհաշիվ հարստություն են կողոպտել հայերից։ Պայքարն Արցախում շարունակվում էր։ Առավել կատաղի մարտեր ծավալվեցին Ասկերանի ռազմաճակատում։ Հայկական փոքրատիվ ուժերը Դալի Ղազարի գլխավորությամբ մարտի 27-ից 29-ը մի քանի ջախջախի չարվածներով հետ մղեցին ադրբեջանական մեծաքանակ զորքերի հարձակումները։ Բանն այնտեղ հասավ, որ ահաբեկված թշնամական ուժերը ստիպված էին թողնել Աղդամը եւ մի քանի սահմանամերձ բնակավայրեր։ Ապրիլի 3-ին, օգտվելով թանձր մառախուղից, թշնամին իր գերազանց ուժերով ճեղքեց պաշտպանական գիծը եւ շարժվեց դեպի Շուշի։ Աղդամ-Շուշի ճանապարհն ընկավ հակառակորդի ձեռքը։ Դալի Ղազարը կորուստներ չտալու համար իր ջոկատին հրամայում է նահանջել, իսկ ինքը մնում եւ կռվում է։ Վերջին գնդակը հերոսայորդին ուղղում է իր քունքին։ Ապրիլի 5-ից 13-ը լարված մարտեր տեղի ունեցան Վարանդայի ուղղությամբ։ Սղնաղ գյուղի տակ թշնամին մեծաքանակ կորուստներ է տալիս, որի հետևանքով, ինչպես նաև Հայաստանից սպասվելիք օգնության լուրն առնելուց հետո լքում է ռազմաճակատի գիծը։ Չնայած Հայաստանի Հանրապետության ծանր վիճակին, կառավարությունը 1920 թվականի ապրիլի 14-ին Զանգեզուրից Վարանդա ուղարկեց դրոյին, իսկ Կապանից դիզակ ժամանեց Գարեգին Նժդեհը։ Այդ օրերին կազմվեց Արցախի ժամանակավոր կառավարությունը, որի կազմը հաստատեց Վարանդայի Թաղավարտ գյուղում 1920 թվականի ապրիլի 25-ին հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը։ Միաժամանակ համագումարը որոշեց հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը որպես նրա անբաժան մաս։ Սա վերստին արտահայտեց մայր հայրենիքի անբաժանելի մաս լինելու արցախայության երազանքը եւ բացահայտ կեղծիք է ադրբեջանցի պատմաբանների կողմից ներկայացվող այն տեսակետը, թե 1918-ից 20 թվականներին Ղարաբաղը եղել է Ադրբեջանի Հանրապետության կազմում։ Այս միտքը նրանց կողմից արտահայտված ոչ միայն հակագիտական է, այլ նույնիսկ զավեշտալի, քանի որ բացարձակ ճշմարտություն է, որ 1918-ից 20 թվականներին Ադրբեջանի պետական սահմանները որևէ միջազգային նշանակություն ունեցող կառույցի կողմից սահմանագծված եւ որոշված չէր։ Այսինքն այն չճանաչված պետություն էր եւ չէր կարող ունենալ պետական սահմաններ, որոնց մեջ մտել է, ասենք, Լեռնային Ղարաբաղը։ Եվ
Ադրբեջանի հավակնությունները ընդհանրապես բխում են Թուրքիայի ворթեգրած պանթուրքիզմի գաղափարախոսությունից։ Այդ նույն պատմաբանները նաև ինչ են ասում, հենց այդպես էլ նշում են, որ իրենք առաջնորդվում են պանթուրքիզմով, իրենք միշտ պետք է առաջնորդվեն պանթուրքիզմի գաղափարախոսությամբ, քանի որ Ադրբեջանն ու ադրբեջանական թուրքերը այն կամուրջն են, որով Թուրքիայի թուրքերը պետք է կապվեն Ադրբեջանի հետ։ Սա է զավթողական այդ գաղափարախոսության ամբողջ էությունը, որի զոհը մենք ենք, բայց Արցախը մշտապես պայքարել է իր պետականության համար։ 9-րդ համագումարի որոշումը իրավամբ կարող է դառնալ արցախյան հակամարտության կարգավորման իրավաքաղաքական թղթապանակի կարևոր փաստաթղթերից մեկը, մանավանդ նախորդ 1919 թվականի օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնության չեզոքացման տեսանկյունից, ինչու որտև այդ օգոստոսյան համաձայնագիրը ոչ միայն ժամանակավոր համաձայնագիր էր, որը հենց իսկ խախտվեց ադրբեջանցիների կողմից եւ ինքնին կորցրեց իր ուժը, այլ նաեւ որ հետագայում ավելի ասես ներկայացուցչական մարմնի կողմից ընդունվեց միանգամայն այլ հակառակ որոշում։ Արցախը պաշտոնապես ընդունեց Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը, հիմնը, դրամը։ Չնայած ծանր կորուստներին Արցախայությունը հասավ իր բաղձալի նպատակին, վերամիավորվեց մայր Հայաստանին։ Ցավոք այս որոշումից օրեր անց 1920 թվականի ապրիլի վերջերին Ադրբեջանի խորհրդայնացումով իրավիճակը ամբողջ այսօր Կովկասում կտրուկ փոխվեց։ Երեկվա մուսաֆաթականները փոխեցին իրենց մորթիները եւ դարձան բոլշևիկ։ Գույնը փոխած Ադրբեջանը փորձում էր խորհրդային Ռուսաստանի միջոցով տիրանալ Լեռնային Արցախին։ Շուտով Շուշի մտան կարմիր բանակի զորքերը եւ Արցախը հայտարարեցին խորհրդային Ադրբեջանի մաս։ 1920 թվականի մայիսի 19-ին Վարանդայի Կարաբուլաղ գյուղում տեղի ունեցան Կովկասյան ռազմաճակատի խորհրդի անդամ Սահակ Տեր-Գաբրիելյանի եւ Ղարաբաղում հայկական զորքերի հրամանատար Դրոյի բանակցությունները։ Բոլշևիկ Տեր-Գաբրիելյանը Դրոյից կտրականապես պահանջեց հայկական զորամասերը դուրս բերել Արցախից։ Ստեղծված պայմաններում Դրոն ստիպված մայիսի 25-ին հեռացավ Արցախից։ Հաջորդ օրը Թաղավարտ գյուղում տեղի ունեցավ Արցախի հայության 10-րդ համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց խորհրդային, ստեղծվեց հեղկոմ Սաքո Համբարձումյանի նախագահությամբ։ Խորհրդային կարգերի հաստատումը ցանկալին չտվեց Ղարաբաղի հայությանը։ Ադրբեջանի խորհրդային հանրապետության ղեկավարները ի տարբերություն հայ բոլշևիկների ազգային բոլշևիկներ էին եւ սերտորեն համագործակցելով քեմալական թուրքերի հետ Ռուսաստանից պարբերաբար պահանջում էին Արցախը, Նախիջևանն ու Զանգեզուրը փոխանցել Ադրբեջանին։ Եվ ահա նրանք խորհրդային Ռուսաստանի ազգությունների կոմիսար Ստալինի աջակցությամբ ձեռնամուխ եղան Արցախը Ադրբեջանին բռնակցելու սև գործին։ Արցախի հարցի շուրջ վիճաբանությունները նոր ընթացք ստացան Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո։ Հայաստանի խորհրդայնացման կապակցությամբ խորհրդային Ադրբեջանի հեղկոմը 1920 թվականի նոյեմբերի 30-ին հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջևանը Հայաստանի Հանրապետության մաս ճանաչելու հայտարարությամբ։ Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի Քարբյուրոյի եւ Կազբյուրոյի համատեղ նիստում ընդունված որոշման մեջ ասվում էր. Ադրբեջանի բանվորագյուղացիական կառավարությունը ստանալով ապստամբած գյուղացիների անունից Հայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետություն հայտարարելու ուրախալի լուրը ողջունում է եղբայրական ժողովրդի հաղթանակը։ Այսօրվանից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը հայտարարվում են վերացած։ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջևանը համարվում են Հայաստանի սոցիալիստական հանրապետության մաս։ Սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, դա պարզապես կարողական հնարք էր այ ժողովրդի մոլորության մեջ գցելու համար, որովհետեւ ինչպես ցույց տվեցին հետագա դեպքերը, Ադրբեջանը ոչ միայն չհրաժարվեց, այլև ռազմական ագրեսիան շարունակեց, հատկապես խորհրդային Ադրբեջանը Հայաստանի այս տարածքները բռնագրավելու եւ իրեն բռնագցելու համար։
Քանի դեռ Նժդեի պայքարի շնորհիվ Զանգեզուրն անկախ էր, Լեռնային Ղարաբաղի հարցը կարծես լուծվում էր խորհրդային Հայաստանի օգտին։ 1921 թվականի հունիսի 12-ին խորհրդային Հայաստանի ժողկոմխորը հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի Հայաստանին պատկանելիության մասին համապատասխան հայտարարությամբ։ Որպես արտակարգ կոմիսար Ղարաբաղ գործուղվեց Ասքանաս Մռավյանը։ Սակայն Ադրբեջանը հետագայում հրաժարվեց վիճելի տարածքները Հայաստանի մաս կազմելու իր իսկ որոշումից եւ գործի դրեց հնարավոր բոլոր միջոցները հայկական երկրամասերն Ադրբեջանին բռնակցելու համար։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկվեց Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի հուլիսի 4-ի նիստում, որին մասնակցում էր Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամ Ստալինը։ Նիստում քվեարկությամբ ընդունվեց միանգամայն արդարացի որոշում Լեռնային Ղարաբաղը խորհրդային Հայաստանին միացնելու վերաբերյալ։ Որոշմանը սակայն դեմ է արտահայտվում Ադրբեջանի կառավարության նախագահ Նարիման Նարիմանովը։ Նա պահանջում է հարցի վերջնական լուծումը փոխադրել Մոսկվա, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմ։ Բայց հաջորդ օրը հուլիսի 5-ին հրավիրված Կովկասյան բյուրոյի արտահերտ նիստը հօգուտ Ադրբեջանի վերանայում է Ղարաբաղի հարցի վերաբերյալ նախորդ օրը կայացրած որոշումը։ Առավոտյան նիստը տեղի ունենում 5 րոպեում որոշումը կարդում եմ, որ չնայած հուլիսի 4-ին հայտարարել են, որ հանդիսանում են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելու մաս, այնուամենայնիվ 10:05 հայտարարվում է հուլիսի 5-ին, որ տնտեսական պայմաններից ելնելով Լեռնային Ղարաբաղը պետք է միացնել եւ հանդիսանում է Ադրբեջանի մաս։ Այսպիսով բռնակցվում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի խորհրդային հանրապետությանը։ Այսպիսով, առանց հարցը քվեարկության դնելու 1921 թվականի հուլիսի 5-ին կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի պլենումը որոշում է Լեռնային Ղարաբաղը թողնել խորհրդային Ադրբեջանի սահմաններում, նրան տալով մարզային լայն ինքնավարություն։ Որոշումը իբր հիմնավորվում էր Ադրբեջանի հետ երկրամասի տնտեսական կապով, առանց հաշվի առնելու էթնիկական սկզբունքը։ Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Միասնիկյանը հանդես չի գալիս խնդրի լուծումը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմ փոխադրելու պահանջով, որի իրավունքը նա ուներ։ Այսպիսով Կովկասյան բյուրոյի պլենումի 1921 թվականի հուլիսի 5-ի ոչ օրինական որոշումով խախտվեց միջազգային իրավունքի հիմնարար ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Ոտնահարվեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ 95% կազմող հայ բնակչության իրավունքները, անտեսվեցին խորհրդային Հայաստանի շահերը։ 1921 թվականի հուլիսի 7-ին Լենինի նախագահությամբ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի նիստում նորից քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հարցը։ Որոշվեց տարածքային վեճերը լուծելիս հիմք ընդունել էթնիկական գործոնը, ազգերի ինքնորոշման իրավունքը։ Դա սոսկ դեկլարատիվ հայտարարություն էր, պատահական չէ, որ մեկ օր հետո, հուլիսի 8-ին, Ստալինը հեռագրում է Օրջոնոկիձեին եւ պարտադրում նրան վիճելի հարցերը լուծել հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Այստեղ տեղին է հիշել ռուս մեծ գրող Ալեքսանդր Սոլժենիցինի խոսքերը։ Իլիչն առաջինն է սահմանների հարցը համարել նույնիսկ 10-րդական։ Այսպես են Ղարաբաղը կտրել, միացրել Ադրբեջանին։ Ինչ տարբերություն թե որտեղ։ Այն ժամանակ հարկավոր էր սիրաշահել սովետների սրտակից բարեկամին՝ Թուրքիային։ Ալեքսանդր Սոլժենիցին։ Խորհրդային պատմագիտության մեջ ընդունված է ասել, որ Ստալինի ճնշումների տակ ընդունվեց վերջին որոշումը, սակայն դա այդքան էլ այդպես չէ, ինչ տեսանկյունից, իհարկե Ստալինը ճնշեց, բայց այդ ամենը բխում էր բոլշևիկյան գաղափարաբանությունից, որովհետև տվյալ ժամանակահատվածում գոյություն ուներ Թուրքիայի, քեմալական Թուրքիայի եւ բոլշևիկյան Ռուսաստանի միջև սիրախաղ ջերմ հարաբերություններ, եւ այդ ամենը նվիրաբերվեց դրան, այսինքն հայկական շահը, հայկական տարածքները նվիրաբերվեց այդ ալյանսին, այդ դաշինքին եւ փաստորեն այդ առիթը հնարավորությունը թուրքերը օգտագործեցին, որպեսզի իրենց իշխանությունը տարածեն ոչ միայն Արցախի վրա, այլ միաժամանակ նաև Նախճիվանի վրա տարածեն իրենց իշխանությունը։ Փաստորեն Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է ոչ սահմանադրական եւ իրավասություն չունեցող մարմնի, այն է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշումով։ Որոշում,
որն առ այսօր խլում է մարդկային կյանքեր։ Որոշում, որով խորհրդային իշխանության արշալույսին ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները համաշխարհային կարմիր հեղափոխության սին գաղափարին։ Հետագայում 1923 թվականին Արցախի մի մասը Ադրբեջանի կազմում ստացավ ինքնավար մարզի կարգավիճակ։ Դա չայրած փոքրագույնն էր այդ պահին, սակայն խորհրդային իշխանության ողջ ընթացքում Ադրբեջանի սադրանքները Արցախի ամբողջ տարածքում եւ ազգային խտրականության Արցախը հայաթափելու քաղաքականությունը շարունակվեց մինչև վերջ, մինչև 1988 թվական եւ այս ամենը ի վերջո հանգեցրեց Արցախյան ազատագրական պայքարի։ Այս մասին արդեն կխոսենք մեր հաջորդ ֆիլմում։